Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շատ ուրախ եմ, որ միասին ենք։ Մենք պատրաստում ենք մեր հնագույն ազգային կերակրատեսակները, այս պահին մենք վերականգնում ենք Շիրակի մարզի խոհանոցը եւ այսօր այդ գործում ինձ օգնելու է հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության անդամ Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայի ավագ վարպետ եւ արդեն ծագող աստղ մեր խոհարարական կամարում Աննա Մաթևոսյանը։ Ողջույն Աննա։ Ողջույն։ Տրամադրությունը Հոյակապ։ Հիանալի սահմանափակ այսպես մթերքներ են ինչ ենք պատրաստելու այսօր ու այս սահմանափակ մթերքներից երկու կերակրատեսակ ենք պատրաստելու ես ուզում ասել պատրաստելու ենք հասութա կոչվող կերակրատեսակը որի համար մեզ անհրաժեշտ է յուղ, ալյուր, մեղր, աղ եւ գոլջուր Դե դա մեր անբաժան մասնիկն է, մեր սերը եւ հոգու ջերմությունը դրա համար ամեն անգամ չեմ նշում եւ հաջորդ կերակուրը, որը պատրաստելու ենք, նախ ուտեստ է ծվածեղի տեսքով, սպիտակ թթվով, ծվով եւ ջրով։ Սպիտակ թթի ջրով եւ մատուցելու ենք սխտոր մածունի հետ միասին։ Հիանալի։ Հիանալի, ինչից սկսենք։ Ես երևի թե պատրաստեմ հասութան եւ ձեզ վստահեմ ծվածեղը։ Հասութան պատրաստելու համար պետք է տաքացրած յուղի մեջ ավելացնել ալյուրը եւ բովել մինչեւ կարմրելը։ Այնուհետեւ ավելացնելու ենք ջուր, հետո մեղր եւ մի փոքր աղ ու մատուցելու ենք տաք վիճակում։ Հիանալի։ Հիանալի։ Ուրեմն ճիրը, որպեսզի արդեն կիրառելի դառնա, մի քիչ տաք ջուր կլցնենք ջրի վրա։ Ես կտաքացնեմ տապակը, որպեսզի Ընդհանրապես մեր Շիրակի մարզի խոհանոցը հարուստ է, ես նշել եմ մի քանի անգամ, նորից կնշեմ, քաղցրավենիքներով, քաղցր կերակուրներով եւ հատկապես ձվածեղներով։ Մենք հետևեցինք եւ տեսանք, որ կա այնտեղ ձվածեղ խուրմայից, պաստեղից եւ ահա հիմա մենք արդեն ներկա ենք այն հանգամանքին, որ կա նաեւ չորացրած թթից։ Ասեմ, որ խուրման, որը նշեցիք, հենց այդ տարբերակով էլ, այդ տարբերակով, որ մենք պատրաստելու ենք թթի ջրովը, նույն տարբերակով կարող ենք նաև անել խուրմայով։ Այո։ Մենք հարելու ենք ձուն, հարած ձվի մեջ ավելացնելու ենք այդ թրջած արդեն փափկած ջիրը։ Այո։ Համեմելու ենք եւ տապակելու ենք։ Լցնելու ենք տապակի մեջ ու տապակելու ենք ոչ որպես այդպեսին խառնած, տորթի նման կարելի ասել եւ կտրատման ձև ունի, փոքրիկ քառակուսիներ կամ եռանկյունիներ են կտրել եւ մատուցել են սխտոր մածունի հետ։ Մենք այսօր որոշեցինք թթվովը ներկայացնել, որովհետեւ ավելի իմ կարծիքով ավելի նորություն է թթվովը։ Բայց նշենք նաև, որ նույն տարբերակը կարող ենք նաև խուրմայով անել։ Այո, թթի մասին է խոսքը։ Ձուն արդեն ունենք, հիմա կքամենք թութը։ Բանից պարզվում է, որ թթից ոչ միայն օղի է լավ դուրս գալիս, այլ նաև ձվածեղ, չէ՞։ Չմոռանանք դոշապի մասին նաև։ Նաև դոշապ, այո։ Տաքացրած արդեն յուղի մեջ ավելացրեցի ալյուրը եւ այն անընդհատ խառնելով, որպեսզի գնդիկներ չմնան։ Տես ոնց որ թարմ թթի։ Այո, պահպանված է սննդային արժեքը պահպանված է, հենց դրանով էլ մեր խոհանոցը առանձնանում է շատ ուրիշ խոհանոցներից, որ մենք կարողանում ենք ամռան ամիսներին մեզ հասանելիք մթերքները հմտորեն այնպես մշակել, որ ամբողջ ձմեռն էլ կարողանանք օգտագործել, այո, առանց որևէ սննդային արժեքների կորստի։ Ընդհանրապես մենք պիտի իմանանք, որ թարմ պտուղը եւ ջիրը դրանք համային առումներով տարբեր համեր ունեն
Եվ ավելի օգտակար է չիրը, նույնիսկ ես կասեի, քան թե թարմ պտուղը։ Այո, քանի որ արևից այդ ճառագայթներից ինքը վերցնում է անհրաժեշտ վիտամինները եւ ավելի արժեքավորվում է, այսպես ասած։ Արևը իր ջերմությամբ թաքացնում է։ Այո։ Այս զանգվածը մենք ստացանք, որը պետք է այնքան տապակենք, մինչև ունենանք ոսկեգույն երանգ, որից հետո ավելացնելու ենք եռացած ջուր։ Աննա, ես մի քիչ արդեն մոռացա, այստեղ մենք աղ կամ որևէ բան անելու ենք ծվածեղին։ Աղ միշտ անում ենք մենք կերակրատեսակների ժամանակ, այո, ծվածեղին էլ ենք անում, որովհետև աղը մարզեցնում է բնամթերքի համը։ Լոտուս ապրանքանիշի աղը ընդհանրապես ավելի լավ տեսք է տալիս, չէ՞։ Տեղը ինչ ենք անելու, այդտեղ տեղավորենք թե ծվածեղը, որ թե հասութայից հետո պատրաստենք, ինչ կարծիք ես։ Քանի որ հասութան տաք վիճակում են մատուցում, չէ, կարող ենք այն մյուս կողմում էլ ծվածեղը արդեն սկսել։ Ես համոզված եմ, որ մեկս մյուսին չեն խանգարի։ Չէ, վերջի 20-ամյակում եթե չեն խանգարել, հիմա ոնց պիտի խանգարեն։ Կրակը շատ ուժեղ չենք անում, որ հանգիստ լինեն, կարողանանք կառավարել ջերմությունը։ Սա արդեն կարող ենք ասել պատրաստ է։ Սխտոր մածուն պիտի պատրաստենք, չէ՞։ Այո, ծվածեղը մատուցվել է սխտոր մածունի հետ միասին։ Սխտորը կտրատենք, որպեսզի հեշտ կարողանանք ծեծել։ Իսկ սխտոր ծեծելիս միշտ աղ ենք, չէ՞ ավելացնում։ Այո։ Նաև քայքայիչ հատկություն ունի։ Ծեծում ենք։ Խառնենք մածունը։ Սա էլ սխտոր մածունը։ Մեր զանգված արդեն կնդացավ։ Իսկ ծվածեղը Տապակը դեռ այդքան էլ ջերմությունը չի հավաքել։ Ամենանորից սմայլվում եմ այս բույրով, գիտես թթի։ Մի քիչ դեպի դարչնագույն։ Մի փոքր բովենք, որպեսզի երանգը փոխվի, համերը բացվեն եւ ավելացնենք ջուրը։ Աստիճանաբար պիտի ավելացնենք, բովելով, չէ՞։ Այո, թթվասերի խտության մոտավորապես զանգված պետք է ունենանք։ Հասութա, սա տոնատիսական կերակրատեսակ է, բարեկամներ, եւ մատուցում է տրնդեզին եւ այն բոլոր տոներին, որոնք կապված են ցորենի հետ։ Իսկ մենք դրանի այդ տոների շատ տոներ ունենք եւ միշտ պիտի հիշենք, ամեն ինչ սկսվեց հայկական բարձրավանդակից եւ ցորենից։ Ամեն ինչ։ Լավ, մենք տատիկ չենք, պապիկ չենք, բայց գիտենք, որ տատիները պատրաստելիս ինչ-որ երգ կամ մտքի մեջ դնդնում էին կամ երգում են։ Այս կերակրատեսակետ ինչ երգ օրինակ կգա քո միտքը։ Պատկերացրու մի 50 տարի հետո։ Շատ դժվար հարցեր։ Ունես արդեն զավակներ, երեխաներ, թոռներ եւ այլն։ Շատ դժվար հարցեր, որին թերևս կդժվարանամ պատասխանել, թե ինչ երգ է երգել։ Այնուամենայնիվ երգը պիտի լինի կապված լինի բարու։ Ինքը սիրում եմ երաժշտության ներքո պատրաստել ու տարբեր երաժշտություններ եմ լսում, բայց թե կոնկրետ ինչ կատարում կնվիրե ես կերակուրին կդժվարանամ պատասխանել։ Հայկական շարականներից կարող են լինել, չէ՞ տատիկները։ Հա, իհարկե։ Այո, օրորոցայիններից,
չէ՞։ Մանավանդ եթե Կարծում եմ արդեն ջուր ավելացնելու ժամանակն է։ Եթե կարծում ես, ուրեմն ավելացնենք։ Սա ամենակարևոր պահն է այս Պետք կերակրի։ է անընդհատ խառնել, որպեսզի գնդիկներ չմնան։ Հենց ստացար համասեր զանգված, արդեն պատրաստ է։ Մեղրն ու աղա հիմա ենք ավելացնում։ Մեղրը մի քիչ հետո, պիտի մի քիչ մարմանդ կրակով եփվի եւ յուղը դուրս տա վերև։ Այդ ժամանակ մեղրը խառնում ենք ու մատուցում։ Ինչքան շատ կերակրատեսակներ ալյուրից կամ հացատիկավորներից, չէ՞։ Հա, շատ են, անկեղծ շատ են, անընդհատ ու այնպես չի, որ նման են, տարբեր են։ Այ հիմա մի քիչ հավասարեցրու, ես տակը իջեցրի։ Հիմա պիտի այնպես լինի, որ յուղը դուրս տա։ Չխառնեմ, այսինքն էլ։ Այո, մի քիչ փռի։ Ինձ է։ Դուք ասեք։ Ինձ է։ Չէ։ Հիմա որ ուղղես հավասարեցնես, արդեն յուղը դուրս է տալու մեջից։ Մի քիչ էլ թուլացնենք, չէ՞։ Այ հիմա կստանանք այն խտությունը, որ օրինակ մեզ պետք է։ Հիմա ավելացնենք մեղրը, Աննա ջան։ Ես արդեն անցքելից յուղը դուրս է։ Նորից, այո։ Բավական էր այսքանը։ Այո, Եվ աղ չէ, եթե չեմ սխալվում։ այո, մի քիչ։ Խառնեցինք, փռում ենք եւ հենց յուղը բարձրացավ արդեն պատրաստ է։ Կարող ենք տեղերով փոխել։ Այո, Դուք ձվածեղը արդեն սկսեք։ Տաքի արդեն ես մոտապակը։ Հանելու կարիք կա սա, թե պետք է այսպես մնա։ մի քիչ այ հենց անցքերից, ծակերից պիտի յուղը բարձրանա, տեսնես արդեն բարձրանում է։ Հիմա ես ձվածեղը կանեմ։ Դու կպատրաստես մատուցման թադարուկը ինչպես Ահա։ Գյումրիում են ասում։ Եվ ձվածեղն է պետք մատուցել։ Ձվածեղի համար երևի թե կերամիկայից ինչ-որ ափսենտրենք սպիտակ։ Պատրաստ է արդեն։ Սա ինձ թվում է հենց լցրեցինք մատուցվող ափսեի մեջ, պետք է արդեն մատուցենք, որովհետև Այո։ գնալով թանձրանում եմ, ալյուրի արկայություն կա։ Իսկ ես կերակրատեսակը ինչին է պատկանում, նախուտեստ է, թե հիմնական կերակուր է։ Սա ոչ նախուտեստ է, ոչ հիմնական, սա նախաճաշ է։ Նախաճաշ։ Բավական է, բավական է։ Դե վերջ։ Այո, այո։
պատրաստ է։ Եվ նաև պետք է մատուցել ձվածեղը։ Իսկ ձվածեղի վրա սխտորմածունն ենք դնելու, թե առանձին ենք մատուցելու։ Վրան։ Վրան։ Վրան, այո։ Շատ լավ։ Եղավ արդեն, ձվածեղն էլ պատրաստ է, Մատուցվող ափսեն պատրաստ է։ հիմա մենք պիտի կտրատենք եռանկյունաձև կամ քառակուսիներով, Լավ։ Վրան թեթևակի սոուսի բան կանենք, քանի որ հենց այդպես էլ մատուցվում է։ Այստեղ էլ մի ինչ-որ բան և կարծում եմ արդեն պատրաստ է։ Բարեկամներ, պատրաստեցինք տոնը ծիսական կերակրատեսակ հասութա և Շիրակի մարզին բնորոշ ձվածեղներից մի տարատեսակ, որը պատրաստվում է չոր թթով։ Պատրաստեցինք Աննա Մաթևոսյանի հետ։ Աննա ջան, ինչ խորհուրդ, ինչ ցանկություն ունես մեր հեռուստադիտողներին հղելու։ Խորհուրդս միշտ նույնն է երևի թե պահպանենք մեր արժեքները, տարածենք, սիրենք մեր ավանդական կերակուրները և ամեն ինչ ինքն իրենով կլինի։ Ապրեք դուք բարեկամներ, անսանք մեր Աննայի խորհուրդներին, հպարտանանք նախ մեր ժառանգությամբ, տարածենք ժառանգությունը մեր, փոխանցենք նաև եկող սերնդին, որովհետև յուրաքանչյուր մշակութային ժառանգություն, եթե չի փոխանցվում կրողներին, այսինքն եկող սերնդին, այդ ժառանգության մասին ապագայում խոսելը կարծում եմ շատ դժվար կլինի։ Եվ ձեր անունից, ձեր կողմից ուզում եմ շնորհակալություն հատնել Աննային, Աննա ջան, շնորհակալություն, ապրես դու։ Շատ լավ է, որ երիտասարդ խոհարարները արդեն հետաքրքրվում են մեր ավանդական կերակրատեսակներով, ապրես դու կեցես։ Շնորհակալ եմ։ Հասուբա Ալյուր 400 գրամ, յուղ 100 գրամ, աղ 16 գրամ, մեղր 120 գրամ։ Չորացրած սպիտակ թթվով ձվածեղ։ Չոր սպիտակ թութ 280 գրամ, յուղ 120 գրամ, ձու 8 հատ, աղ 16 գրամ։ Բարի ախորժակ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսքանն էր այսօրվա համար մեր նախատեսած կերակուրները։ Ես կարծում եմ, որ այն, ինչ կոչվում է ազգային արժեք, դա հենց մերն է և դրանով մենք պարտավոր ենք ոչ միայն հպարտանալ, այլ նաև ոգ տանել դրա պահպանման և փոխանցման համար։ Ուզում եմ, որ բոլոր կերակրատեսակները ունենան լավ տեսք և խոր իմաստ, ինչպես այս ծիսական կերակրատեսակները, որոնք տաք վիճակում պետք է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, սիրով և լավ տրամադրությամբ։ Առողջ լինենք, ստեսյուն բարեկամներ։